Մայիսի 15-ին ներքին գործերի նախարարության փրկարարծարայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոնտինիին։ Ներկա էր նաեւ ֆրանսիական ASPB հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը։ Արամ Ղազարյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև արտակարգ իրավիճակների արձագանքման եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին, նա համոզմունք է հայտնել, որ Ֆրանսիայի քաղաքացիական պաշտպանության փորձը կարող է մեծապես նպաստել փրկարարծարայության կարողությունների զարգացմանը։ Խոսելով համատեղ իրականացված ծրագրերի մասին, փրկարարծարայության տնօրենը մատնանշել է աղետների կառավարում դասընթացը, ՀՈՊ 2023 դաշտային վարժանքը, ինչպես նաև 2024 թվականի հեղեղումներից հետո կազմակերպված ճգնաժամային կառավարման եւ արձագանքման հիմնախնդիրների վերաբերյալ վերապատրաստումները։ Կարևորվել են նաև Wildfire ծրագրի շրջանակում ֆրանսիացի հրահանգիչների մասնակցությամբ 79 կամավոր հրշեջ փրկարների վերապատրաստումները։ Անդրադառնալով հայ-ֆրանսիական համագործակցության պատմությանը, Օլիվիե դե Կոնտինին նշել է, որ երկու երկրների միջև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության հիմքերը դրվել են դեռևս 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի օրերին, երբ շուրջ 500 ֆրանսիացի փրկարարներ ժամանել էին Հայաստան որոնողափրկարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նրա խոսքով այդ փոխգործակցությունը վերածվել է կայուն եւ արդյունավետ գործընկերության։ Ավարտին փրկարարծարայության տնօրեն Արամ Ղազարյանն ու ֆրանսիական ASPB հասարակական կազմակերպության նախագահ Բեռնար Ժանենը արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման եւ աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության վերաբերյալ կնքել են փոխըմբռնման հուշագիր։